Երևանում մեկնարկել են ֆրանկոֆոն թատերական հանդիպումները, որոնք այս տարի ևս միավորում են ֆրանսախոս երկրների մշակույթի եւ բեմարվեստի սիրահարներին։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Ֆրանսիայի դեսպանության եւ ֆրանսիական համալսարանի աջակցությամբ, նպատակ ունենալով զարգացնելու եւ խթանելու ֆրանկոֆոն թատերական մշակույթը Հայաստանում։ Գիրը բավականին հագեցած է, ունենք մի շարք երևանյան հարթակներում տարբեր իրադարձություններ, այդ թվում Վիշնյեկի 5 թատերկերի շնորհանդեսը այսօր էպիգրաֆում ժամը 17:30-ին, այնուհետև հյուրընկալելու ենք Ռումինիայի Բրաշով թատրոնից մեկ ներկայացում, կինը Մարտադաշտ, որը բեմադրված է Վիշնյեկի թատերկերից մեկի հիման վրա։ Այնուհետև վաղը ծրագիրը կշարունակվի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, դրամատուրգը հանդիպում կունենա երիտասարդ հայ սցենարիստների եւ դրամատուրգների հետ, ովքեր գրելու ճանապարհին են եւ սկսել են ստեղծագործել արդեն որպես թատերական հեղինակներ։ Հանդիպումների շրջանակում նախատեսված են ներկայացումներ, ընթերցումներ, վարպետության դասեր եւ մասնագիտական քննարկումներ, որոնց մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոնիայի երկրների դերասաններ, բեմադրիչներ եւ դրամատուրգներ։ Այս տարի առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը, տարբեր միջոցառումներ ուղղված են ուսանողներին եւ սկսնակ դերասաններին, նրանց հնարավորություն տալով աշխատելու ֆրանսիացի մասնագետների հետ։ Մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու Բելգիայից, ժամանած դրամատուրգների, Շվեյցարիայից, աֆրիկյան երկրներից, որոնք ֆրանսագիր հեղինակների պակաս չեն զգում, եւ տարիներ են եղել, որոնք երբ մենք անցկացրել ենք այս հանդիպումները Գյումրիում, Գորիսում, իսկ այս տարի մենք ավելի կենտրոնացել ենք Երևանում եւ Գյումրու մտորումների թատրոնը վաղ կժամանի եւ նրանք եւս կներկայացնեն Մատեյ Վիշնյեկի թատերկերից մեկը, որը ընթերցել են, հավանել են եւ կներկայացնեն վաղը հայ հանդիսատեսին։ Միջոցառման շրջանակում ֆրանսախոս թատերախմբերը կներկայացնեն ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիայի լավագույն նմուշները, իսկ հայկական թատերախմբերը իրենց հերթին կներկայացնեն ֆրանսերենով բեմադրություններ, ցուցադրելով հայ թատրոնի լեզվական եւ արտահայտչական բազմազանությունը։ Շնորհակալ եմ Հայաստանին ինձ հյուրընկալելու համար, որպես թատերական գործիչ եւ արտիստ, ես շատ ընկերներ ունեմ, թե Հայաստանում, թե Ռումինիայում, որոնց հետ ծանոթացել եմ ստեղծագործելու ընթացքում։ Հայաստանը մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր է, ի սկզբանե լինելով քրիստոնեական, բայց դարձել է համամարտկային եւ աշխարհին տվել բազում հայտնի անուններ։ Ինչ վերաբերում է իմ թատերկերի թարգմանությանը, ապա ողջունում եմ ու հավանում նրանց աշխատասիրությունն ու ոգևորումը։ Շատ ուրախ եմ, որ ֆրանկոֆոնիան այս տարի կրում է բարձրաձայն թատերական հյուսվածք խորագիրը, որն ամբողջությամբ ներկայացնում է այն, ինչը ես ձգտում եմ ցույց տալ բեմից։ Կազմակերպիչները նշում են, որ առաջիկայում նախատեսվում են համատեղ միջազգային նախագծեր, որոնք կընծնվեն հենց այս հանդիպումների ընթացքում։ Հաջորդ փուլում քննարկվում է նաև տարածաշրջանային ֆրանկոֆոն թատերական փառատոնի ստեղծման գաղափարը, որը կարող է դառնալ մշակութային գործակցության նոր հարթակ։ Ես արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում եմ այս նախագծի բացման արարողությանը։ Ինձ հատկապես դուր է եկել այն, որ նախագիծը ապահովում է մեծ բազմազանություն, արտացոլելով ֆրանկոֆոն դրամատուրգիայի բազում շերտեր։ Հայաստանը ևս շատ կարևոր երկիր է ֆրանկոֆոնիայի համար, եւ այս առումով հատկանշական է, որ Երևանը 2018-ին կազմակերպեց եւ բարձր մակարդակով անցկացրեց ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի գլխավոր քարտուղարն արդեն իսկ 3 պաշտոնական այցով ներկա է եղել Հայաստանում։ Իդեպ արևելյան եւ կենտրոնական Եվրոպայի հիմնական բյուջեն, որը տրամադրվում է մեր գրասենյակին, մասնավորապես օգտագործվում է Հայաստանի նախագծերի ֆինանսավորման համար։ Ֆրանկոֆոն թատերական հանդիպումներն ըստ մասնակիցների ոչ միայն արվեստի տոն են, այլև մշակութային դիվանագիտության կարևոր ձևաչափ, որը նպաստում է ժողովուրդների միջև երկխոսությանը, նոր ստեղծագործական կապերի ձևավորմանը եւ ֆրանսախոս երկրների մշակույթի խորացմանը Հայաստանում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։